փնտրել գտել, այլ ինքը մեզ գտավ։ Ամեն։ Եվ ամեն կաթիլը այսօր Արայք աղբերս երկեց վկայում է այդ սերը, որ նա Գողգոթային վրա իր թանկագին այրունով գնեց մեզ։ Ալելույա։ Ես կուզենայի միասին հիմա մենք գոհության աղոթք բարձրացնենք Տիրոջը, թող Տերը փառավորվի։ Զատներս կուզենայի նույնպես կիսվել ձեզ հետ ասել, այն ասել այն, ինչ որ ձեր փապակն է, ինչ որ դուք շոշափում եք, որը որ դուք արդեն գիտեք, նոր բան չի, որ այսօր եկա, ասենք նոր մի հատ ռեկլամ պետք է արվի, այլ արդեն 2000 տարի է, որ այս անունը փառավորվում է Հիսուս Քրիստոսի անունը, եւ երկնքից իջավ մեր Աստված, եւ երկնքից տվեց շնորհք մեզ, եւ շնորհքը այսօր էլ ավելի է տարածվում իր ժողովրդին վրա եւ բոլոր ազգերին վրա։ Բոլոր ազգերին վրա արդեն եղբայրն ասեց, որ մենք հույր ենք, ես հույր եմ այստեղ Նորթ Կարոլայնայից, որտեղ որ ես նույնպես սպասավորություն եմ անում ուկրաինական, ռուսական, այլ ազգերին, հայերը չկան այնտեղ, բայց դե մենք գիտենք, չէ՞ որ տարբերություն չկա ազգությունների մեջ, Տերը մեզ ընտրել է, Տերը մեզ տվել է հնարավորություն եւ ամեն մեկս այսինքն ոնց ասած սորական լեզվով ասեմ, բախտ է վիճակվել մեզ եւ մենք այսօր պատկանում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ալելույա։ Մեծ երջանկություն եւ դրա համար մենք պետք է չլռենք։ Ինչով որ կարող ենք խոսքով, ուրեմն խոսքով, աղոթքով, ուրեմն աղոթքով, երգով, ուրեմն երգով, ես ուրախացա, կարելի ասես առաջի անգամն եմ ձեր մեջ եւ մխիթարություն, շինություն, որը ստացա եւ այս կարճ ընթացքում եւ կարող եմ ասել, որ իմ Հիսուսը, ձեր Հիսուսը, մեր Հիսուսը, որ տալիս է մեզ երջանկություն, տալիս է մեզ ներխուժել դեպի երկինք, գիտեք շատ հետաքրքիր բան է հոգին, Աստծո հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք ով ենք մենք, Տիրոջ զավակներն ենք, ալելույա, եւ դրա համար հարազատներս, ես այս վերջերս չգիտեմ, անընդհատ կանգ եմ առնում այդ խոսքերի վրա 11-րդ գլուխ Եբրայեցուս, որտեղ ասում է Տիրոջ գալացողները պետք է հավատան, որ նա կա։ Մենք այսօր հավաքվել ենք, ինչի համար ենք հավաքվել։ Եղբայրն ասեց այսօր 2-3-ը իմ անունով, եթե մենք այսօր իր անունով հավաքված ենք, ուրեմն Աստված ունի մի ծրագիր մեզ վրա։ Այս երեկո ուզում է ինչ-որ մի բան անել մեր սրտերին մեջ։ Կարող է բժշկություններ, կարող է եւ գիտություն, Տիրոջ, կարող է եւ կատարելություն, որպեսզի մենք կարողանանք էլ ավելի հասկանանք Տիրոջ մեծությունը, Տիրոջ շնորհքը, որպեսզի ես էլ ավելին հաստատվեմ Տիրոջ վեմին վրա, Տիրոջ հիմքին վրա, որպեսզի այդ կառուցումը եւ այսօր ես կուզենայի խոսել կառուցման մասին, որը որ մեզ հնարավորություն է տալիս եւ մեզ վրա ուշադրություն դարձրեց, ինչպես առաքյալները, երբ որ նրանց ընտրեց, անցնում էր ասում էր ետևիր ինձ, արի ինձ հետևից։ Մենք տեսնում ենք, որ այդ առաքյալները սփռեցին աշխարհով մեկ եւ այսօր մենք ունենք այդ բաժինը։ Նույնպես բաժինը, ոչ թե մենք այսօր պետք է նրանով հանգստանանք, ասենք դե արդեն ես փրկված եմ, կա այդպիսի գիտություն, հասկացողություն, բայց մենք այդ գիտությունից դուրս ենք եկել։ Մենք հասկանում ենք, որ կա մեկ գիտություն, որի վրա կառուցվում է հոգևոր տունը եւ այնտեղից վերևից ղեկավարվում է։ Շատ անգամ ես այդ մի քիչ ոնց ասած մարդկային ձևով ասեմ, շատ անգամ ծառը ընդհանրապես հողին մեջ է արմատները, բայց մեր արմատները երկնքում է։ Եվ մեր պտուղը երկնքից է այդ հույթը, որ մենք սնվում ենք Տիրոջից, եւ այն ժամանակ մենք ասում ենք Աբա հայր, ալելույա։
Երկնքի Տիրոջը ալելույա, երկնքի Աստծուն, որ նա ստեղծեց, որ նա այնտեղ է բնակվում, եւ նրա ներկայությունը նույնպես այստեղ է, այս հարկին տակ։ Եղբայրը իմ խոսքն ասեց, այսօր ասում է բարի գալուստ։ Ես նույնպես եկեղեցում տենց եմ ասում, Добро пожаловать в Дом Божий։ Մեր մեջ ուկրանացիք են շատը, դրա համար մենք այնտեղ շատը ռուսերեն կամ ուկրաներեն ենք խոսում, մեկ-մեկ էլ անգլերեն, որքանով որ կարողանում ենք։ Բայց դե էդի էլի կարևորը չի։ Ես հիմա մի տեղ եմ կարդալու, բոլորը խնդրում եմ, որ դրա վրա մեծ ուշադրություն դարձնենք։ Եբրայեցոս 8-րդ գլուխ առաջի խոսքը։ Եվ դրա կարևորությունը եւ բովանդակությունը մենք կարողանանք այսօր խորանալ դրա վրա հաստատվել այդ մեր հիմնադրված ինչ որ արել է Աստված երկնքում, ինչ որ Աստված արել է երկրիս վրա, ինչ որ Աստված շարունակում է անել եւ դրա մասին կուզենայի որ ամփոփեինք, խոսեինք, ասեինք, որովհետեւ նայեք, հարությունից հետո մենք տեսնում ենք դեռ Աստված ողորմություն է անում Հիսուսի միջոցով, տեսնում ենք դեռ Հիսուսը կարծես թե դեռ որոշ բաներ էլ նա շարունակում էր անել։ Եվ հետո հանձնարարեց ում եկեղեցում։ Հետո հանձնարարեց իր զավակներին, առաքյալներին, առաքյալները փոխանցեցին մեզ եւ այդպես շարունակական շարունակվում է գիտությունը Տիրոջ, զորությունը Տիրոջ, ինչպես 78 Սաղմոսի մեջ ասում է, որպեսզի մենք կարողանանք փոխանցել մեր սերունդին եւ սերունդը կարողանա փոխանցել մյուս սերունդին։ Եվ այդպես շարունակական այդպես գնում է թե հիմա ինչքան ժամանակ պետք է դա շարունակվի, մենք չգիտենք, փակ է մեզանից դա։ Միայն Աստված ինքը գիտի եւ դա ասեմ մեզ կարևորը չի, կարևորությունը մի ուրիշ բան է։ Կարևորությունը, որ մենք հիմա այստեղ մեզ բացատրվում է, բացահայտվում է 8-րդ գլուխ առաջի խոսքը ասում է Եբրայեցոս. Արդ մեր ասածների բովանդակությունը այս է. մենք ունենք այնպիսի մի քահանապետ, որ երկնքում գերազանցության գահի աջ կողմն է նստած։ Բովանդակություն, ռուսերեն ասում է գլավնեյշի, կարևորությունը, կարևորը։ Կա բաներ, օրինակ այսպիսի օրինակ եմ բերում։ Շատերս մենք պատահում է որ ճանապարհորդություն ունենք, անում ենք կամ միտեղ ենք մեկնում, գալիս ենք, մենք չենք կարող մեր մեքենաները, մեր ունեցվածքը մեր հետ վերցնել, տանել ինքնաթիռի մեջը, վերցնում ենք որոշ բաներ, որը որ կարևոր է։ Կարևորությունը ինչի համար, որ դու պետք է ասենք որոշ ժամանակ դուրս ես գալիս տնից, կարողանաս օգտվես։ Հիմա մենք տեսնում ենք մեր ժամանակավոր կյանքը այս երկրի վրա։ Համաձայն եք, թե մենք հաստատված ենք երկրի վրա։ Հարազատներս, շատ անգամ մենք կարծես թե մեզ համար սովորական է, կարծես թե մենք արդեն սովորել ենք, մի քիչ դժվարությունով բաժանվել այդ ամեն ինչը ինչ որ կա, որին մեջ որ մենք արդեն խորացած ենք, դրա համար ժամանակ առ ժամանակ, դրա համար եկեղեցին, հարս եկեղեցին, քարոզիչները, առաքյալները, մարգարեները, ինչի համար հիշեցնում են, որովհետև ասում են կա բովանդակություն, կա հաստատություն, կա հիմք, եւ մենք բացահայտում ենք դա, որովհետև գրված է դուք ճաշակել եք, ինչ քաղցր է, անուշ է Տեր Հիսուս Քրիստոսը։ Կատարելությունը, որը որ խաչին վրա, այսօր եղբայրներից մեկն ասեց, որ ասեց բարձրանանք Գողգոթա։ Եթե մենք չկարողանանք, եթե մենք չբարձրանանք Գողգոթա, մենք չենք կարող այդ ամեն բան ընբռնել, չենք կարողանում, մենք չենք կարող մենք դա հասկանանք, որովհետև կա մի
բովանդակություն, գաղտնիք, որը որ պետք է եկեղեցում բացվում է, բացահայտվում է, եւ հրեշտակները նույնպես հարազատներս շատ բաներ չգիտեն։ Եկեղեցի միջոցով, եկեղեցին երբ որ Սուրբ Հոգով լցվում է, երբ որ Սուրբ Հոգով եկեղեցին գալիս է այդ կատարելությանը, այդ ժամանակ հոգու սրտի աչքերը լուսավորվում են։ Ամեն։ Շատ քաղցր է եւ անուշ է, երբ որ լուսավորվում է այդ կատարելությունը, ես չեմ ասում, որ մենք արդեն հասած ենք, բայց եկեղեցին իրավունք ունի Եբրայեցոս 4:16-ի մեջ ասում է, որպեսզի մենք համարձակություն ունենանք մոտենալ շնորհած աթոռին, ով աթոռի վրա նստած, մեր Տեր տիրակալը, որը որ երկնքումն է, եւ աթոռի կողում, որ ասում է Ստեփանոսը, հիշում եք, երբ որ Ստեփանոսին հալածեցին, երբ որ Ստեփանոսին սպանեցին, քարկոծեցին, ասես տեսնում եմ Հիսուսին կանգնած հոր աչումը, ալելույա, Հիսուս թագավորը, Հիսուս Տերը, որը որ երկնքի Տեր տիրակալն է, որ թողեց փառքը, իջավ այս մեղավոր աշխարհին վրա, Երուսաղեմ, այնտեղ, որտեղ հալածանքներ էր գնում, մարգարեներ էին սպանում, քարոզիչներ էին սպանում, բայց մենք տեսնում ենք, որ այդ կենտրոնը Հիսուս Քրիստոսը հենց այստեղ ասում է այդ բովանդակությունը, որ գալիս է, որպեսի գտնի մեզ, իմ նմաններին, ձեզ նմաններին, որպեսի պատրաստի մեզ այս ժամանակավոր կյանքին մեջը լուսավորի մեր հոգիները, մեր սրտերը, կարողանանք մենք ներխուժենք, ինչպես գրված է, շնորհած աթոռին գալ, որպեսի մենք կարողանանք ճաշակենք մնացած մեր կյանքի ընթացքում մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ով եմ իմ երկնքում, ես նրա հետ ոչինչ չեմ ուզում այս երկրից վրա։ Միայն չմտածեք, թե ես արդեն լրիվ կատարյալության մեջ եմ, ես ասում եմ, ես դրա փափակն ունեմ, եւ մենք ուզում ենք, որ միաբանվենք, երբ որ մենք միաբանվում ենք, ասում են ինչի համար, որ խնդրեք Տերը ձեզ, անմիջապես Տերը կտա այն, ինչ որ մենք կարիք ունենք։ Շատ անգամ հարազատներս, եթե մենք ինչ որ բան խնդրում ենք ու չենք ստանում, կամ ուշացումով է գալիս, կամ ընդհանրապես չի տալիս Աստված, դա նույնպես պատասխան է։ Կհամաձայնվեք ինձ հետ, եթե մի բան Աստված ուշացնում է կամ չի տալիս, շատ անգամ մենք չգիտենք դա մեզ համար օգուտ է թե չէ, եւ դրա համար ասում է, այստեղ այս խոսքը ես այսօր պետք է մի քանի անգամ կրկնեմ, որովհետեւ կա բովանդակություն, կա կարևորությունը, ամեն ինչին մեջ, մեր կյանքին մեջ, մեր ընտանիքներին մեջ են, շատ բաներ կա, որ մենք պետք է դա առաջի հերթը դնենք։ Ամենաառաջինը ո՞րն է կարևորությունը, ո՞րն է կարևոր մեզ համար։ Եթե Հիսուսը կարևորություն ունեցավ, գնահատեց մեզ մարդկանց աշխարհին վրա, փառքը թողեց այնտեղ եւ իջավ ժամանակավոր այս երկրի վրա եւ գրված ասում է ինձ է տրված, հիմա այդ տեղն էլ կարդանք, որովհետեւ ամեն բան Տերը պատրաստեց, որպեսզի մենք կարողանանք այսօր էլ ավելի համարձակություն ունենանք եւ կարողանանք մենք մոտենալ այդ շնորհած աթոռին։ 5-րդ գլուխ Եբրայեցոս 7-րդ խոսքը։ Ես այս հատվածը վերցնեմ 7-րդ, 8-րդ, 9-րդ խոսքերը, եթե դուք ուզենաք ավելի խորանալ, հետո մի քիչ վերև կկարդաք եւ ներքևը։ Իսկ հիմա ժամանակը ասենք չերկարացնելու համար կարդում եմ, ով իր մարմնի օրերին սաստիկ աղակով
ու արցունքով աղոթքի եւ աղաչանք մատուցեց նրան, որ կարող էր իրեն ազատել մահից, ուշադրություն դարձրեք, որ կարող էր մահից ազատել, բայց մենք տեսնում ենք Հիսուսն ասում է, թող լինի քո կամքը, ինչպես դու ես ուզում, Տեր ջան, ոչ թե այն նեղությունները, որ գալիս է, շատ անգամ մենք նեղություններից փախնում ենք, եւ լսվեց իր երկուածության համար, թեև ինքը որդի էր, բայց իր չարչարանքներին միջոցով հնազանդության սովորեց եւ կատարյալ դառնալով բոլոր իրեն հնազանդվողներին հավիտենական փրկության հեղինակը դարձավ, ասենք ալելույա, փառք ու պատիվ մեր Հիսուս Տերոջը, որ նա հեղինակ եղավ այդ ամեն բանին, ամեն ինչին եւ շնորհք արեց, որպեսզի մենք կարողանանք, այս խոսքը ես նորից եմ կրկնում, ներխուժենք շնորհած աթորին մոտ, որպեսզի գանք ունենանք համարձակություն, որ կարողանանք մեր Տիրոջը ճաշակենք եւ այդ քաղցրությունը մենք կարողանանք փոխանցենք 78 սաղմոսը մյուս սերունդին, մեզանից առաջվա այն սերունդը, որոնք որ բանտերում անցկացրեցին իրենց կյանքը, գաղութներում անցկացրեցին իրենց կյանքը, իրենք աշխատեցին փոխանցել մեզ, հիմա մեր փոխանցումը լինի մյուս սերունդին, որպեսզի այն սերունդն էլ կարողանա փոխանցի մյուս սերունդին, մինչև Տիրոջ գալստյան օրը, ալելույա, եւ հիմա մի քանի բան խոսենք մեր հավատքին մասին, սուրբ հավատքին մասին, որտեղից է, արմատը որտեղ է սուրբ հավատքի, դա մեզանից է, թե էլի նույնպես Տիրոջից է գալիս, ամեն բան, տեսեք անձրևը վերևից գալիս է, հողին վրա, պտղաբերա դարձնում եւ ամեն ինչ ծառը, պտուղը, ամեն ինչ տալիս է, բայց փուշերին վրա էլ է նույնպես անձրև գալիս, չէ՞։ Ինչ ես տալիս դու, ինչ ես բերել այսօր։ Մի այսպիսի բան, այդ իրականից բան է եղել, պատմել են միսիոներները, երբ որ գնում են շատ տեղեր, Աֆրիկա, մյուս երկրներ, դե ամեն տեղ քարոզում են մարդկանց եւ հորդորում են, որպեսի հավատքի մեջ մնալ։ Մի քարոզիչ մի անգամ այսպիսի նվեր է ստանում, մի հատ տուփ են տալիս իրեն արկղի պես, տենց ասում է, հետո որ բերումա տուն է հասցնում, տենց նվեր երբեք նա ստացած չի լինում։ Բացում է տեսնում է փշեպսակ, շատ անգամ ինքը քարոզած է լինում, որ Հիսուսին փշեպսակ են հագցրել, խփել են, հայել են եւ շատ նեղացրել են, բայց այս քարոզիչը սենց մի ակնթարթ մտածումքների մեջ է մտնում, ասում է, նայում է այդ փշեպսակին, նայում է այդ փշերը երկար, ասում է ոնց թե ես այսքան ժամանակ քարոզել եմ, բայց չեմ կարողացել այդքան խորանալ, հասկանալ, որ այսպիսի ասում է փշեր են, ասում է, որ մարդու գլուխը մտնի, երևի լրիվ բան կանի, կվնասի մարդուն։ Ու ասում է փորձեմ մի հատ, ես փորձեմ, ես էլ հագնեմ իմ գլխից, երբ որ դնում եմ մի թեթև արդեն այդ փշերը մտնում են իր գլխին մեջը, մեծ ցավ ու դառնություն ազգում, դեռ հարված չկա, ու ինքը գետակցում է, ասում է, դե հիմա եթե ինձ հարված լիներ, կամ մի քիչ էլ ավելի սխմեն իմ գլխիս վրա, ասում է, դուք պատկերացնում եք, ես չէի դիմանա, մարդու ուշ կկանցնի, չի կարող դիմանալ, բայց ու պատկերացրեց ժամանակ առ ժամանակ եւ ասում է դրանից հետո ես սկսեցի հասկանալ,
Փշեպսակը ինչ է նշանակում։ Շատ տեղեր կա, եկեղեցիներ կա, մտնում ես խաչ կա, խաչի վրա փշեպսակա դրած, գեղեցիկ զարդարված, բայց այդ փշեպսակը ես Երուսաղեմում եմ տեսել այդ փշեպսակը, Հայաստանում էլ կա այդ փշեր կա, եթե նույնիսկ մի թեթև ձեռքով մարմինդ կպնում է մարմինիդ դառնությունն է գալիս, ծակում է, մռմռում է, իսկ տեղ հագցրել են մեր Հիսուս Քրիստոսի գլխին եւ դրանից ամենա ինչն էր, հետո ասում են, սկսում են իրան ասել, եթե դու Աստծո որդին ես, իջիր խաչից, որպեսզի մենք հավատանք։ Եվ ասում են, ուրախացիր, ով քեզ հարվածեց, ասիր մեզ։ Մենք տեսնում ենք հարազատներս, որ Տեր Հիսուս Քրիստոսը իջավ այս երկրից վրա, որպեսզի տա մեզ այդ հավատքը, սերը, որ երգում ենք, ասում ենք, արեք ամեն անգամ խորանանք, արեք ամեն անգամ մենք մի հատ կանգ առնենք եւ լսենք, թե ինչ ենք մենք երգում, ինչ ենք մենք խոսում, ինչ ենք մենք ասում։ Որովհետեւ աշակերտները, երկու աշակերտներ չկարողացան հասկանալ, թե ինչ կատարվեց։ Այդքան ժամանակ նրանք Հիսուսի հետ էին։ Ես չեմ ուզում, որ մենք նույնպես անենք, տարիներով հավատացյալներ լինենք, բայց հարցնեն ասեն, թե ինչու համար է, այս ամեն ինչը ինչ է կատարում։ Մի հատ քույրիկը հարցրել են, ասում են, բախի չէ գրանցվում դուք։ Դե այն ժամանակ սովետական կարգերի ժամանակ գրանցում էին, չէ՞ մարդիկ ու եղբայրները հորդորում էին, ասում են, «Ոտ գրանցումը էդի տիրոջ միշ չէ»։ Տատիկը սենց արեց, ասում է, թե դե եղբայրներն ասում են մի գրանցվեք։ Բայց միտքը, իմաստը մենք այսօր չենք գրանցվում աշխարհին մեջը, հրապուրանքներին մեջը։ Ընդհանուր իմ այսօր խոսքը հարազատներս։ Ես չեմ ուզում ասեմ, որ ես մտավոր այսօր այս խոսքերն ասում եմ, բայց չգիտեմ ինչու համար մենք այսօր պետք է ուշադրություն դարձնենք այս ժամանակավոր կյանքին մեջն, որպեսզի բովանդակությունը, Տիրոջ սերը, խաղաղությունը էլ ավելի ըմբռնենք։ Ես ասեցի կա բաներ, որ մենք մտածում ենք, թե մենք եթե պատասխանը չենք ստանում, ուրեմն դա Տիրոջ կամքն է նույնպես։ Եթե ուշացնում է Տերը նույնպես։ Բայց կա բաներ, որ եկեղեցում մենք, երբ որ խնդրում ենք Տիրոջը, այդպիսի տեսիլ կա եղել, երբ որ մի եղբայր ինչ-որ մի հարցում, նույնիսկ իմ հետ այդպես է եղել։ Կար մի բան, որ ես շատ էի ուզում։ Ես իմ համար պատմում, ուրիշի համար չասեմ։ Ես խնդրում էի, ասում էի, Տեր Աստված, ինչ կլինի, մի հատ հարց կար, դրա շուրջ ես շատ էի ուզում, որ Աստված անի նենց, ոնց որ ես եմ ուզում։ Մեկ է այդ ընթացքում, երբ որ ես շատ խնդրի աղերսում էի, արտասումներով էի խնդրում, լսեցի ձայն, Աստված կարող է խոսել մեզ հետ։ Հարազատներս, Տերը մեզ հետ խոսում է, չէ՞։ Հոգի է, Տերը հոգի է, եւ Տիրոջ հոգին վկայում է, մենք այսօր համաձայնվեցինք, որ նրա հոգին վկայում է մեր հոգիներին, որ մենք իր զավակներն ենք, եւ մենք նրա ձայնը տարբերում ենք։ Եվ երբ որ սկսես նա խոսել, երբ որ ես խնդրեցի, եւ ասում եմ, ինչ կլինի, Հիսուս ջան, ինչ կլինի, աղաչում եմ քեզ, այս բանը թողել լինի էլի, լավ էլի ասում եմ, ոնց որ երեխու պես ընկել եմ ոտները, այտենց խնդրում եմ, ասում եմ, ինչ կլինի, ու լսում եմ ձայն, ասում եմ, շատ ես ուզում, ասում եմ, շատ եմ ուզում, ասում եմ, դե որ ուզում ես, ասում եմ, ես բացում եմ քեզ ճանապարհը այդ հարցով, անենց ուրախացա, ուշ գիշերեր, մեքենայով, իմ ընտանիքը մեծ ընտանիք չի, մի հատ աղջիկ ունեմ, հիմա արդեն մեծ է, 4 թոռնիկներ ունեմ, մենք տենց ճանապարհորդում ենք, գնում եմ եկել ուրախ, արդեն ճիշտ ասած արագությունն էլ մի քիչ ավելացրի, տենց գիշերա, ասում եմ, փառք ես Հիսուս ջան, իմ ուզածը վերջ է, լավ, ես շուտով տենց հասա իմ այն նպատակին, որը որ ես ուզում եի, մեկ էլ
Հետո ոնց որ մի տեսակ սենց իմ վրա բանը, ոչ թե սարսափ, այլ տենց զգաստություն մի բան եկավ, մի պահ։ Ասի Տեր Աստված, դա ես եմ ուզում տենց։ Բա դու քո ցանկությունը, հենց նույն ընթացքում պատասխանը, եթե ուզում ես իմ ցանկությունը իմանաս, ես ուզում եմ, որ դու այստեղ լինես։ Աչքերիցս արտասուքները թափան, հիմա հոչ եմ լացում, ասում Տեր ջան, ես իշքան արհելի, գրհելի, ասում եմ ով եմ ես, որ ես քո ձայնդ առաջուց քո կամքը չեմ ուզում իմանալ, հե ես իմ կամքն էի առաջ տանում, և այտենց տիրոջմով Տերը ողորմեց, և ես հասկացա, այդ պատասխանը նույնպես հասկացա, որ իմ համար այտենց ավելի լավ կլինի։ Հարազատներս, Տերը կարող է բժշկել այսօր։ Տերը կարող է մեզ այսօր վերականգնեցնել հոգևոր մարմնով, նույնիսկ եթե մենք ունենք տկարություններ, դժվարություններ, մի քանի բաներ տես պատմեմ մեր հավատքի համար, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, որ Հովհաննես եղբայրը չի եկի ասի, որ Տերը այսօր մի խնդրեք բժշկություններ, մի խնդրեք ուրիշ, ասենք սոցիալական կյանքի հարցերը ձեր, ամեն բան բերում ենք Տիրոջ առաջ։ Եվ եթե Տերն ասում է, էսի լավ է, էսի կանեմ, էդի չէ, ասենք փառք ես Տեր ջան։ Ես ուրեմն որ Հայաստանում էի, էսի մի հատ փոքր խումբ էր, ինձ հրավիրեցին, ասին արեք աղոտ կանենք ստեղ, գնացինք աղոտ կանելու, ու ժողովուրդը, ոնց ասած, բռնկվավ, աղոտքի հոգին բարձրացավ երկրպագություն, փառաբանություն, դե մենք հասկանում ենք, չէ, հոգևոր մարդիկս, մենք շատ ժամանակ, եթե հոգին այցելում է, մենք հասկանում ենք, որ հոգին ներկա է, Սուրբ հոգին գործում է, և քույրիկը մի հատ քույրիկ մոտեցավ, ասեց, ինչ կլինի, աղոթեք ինձ համար, ես երեխաս տունը հիվանդ թողել եմ, ասեց, պրոստը ասի գամ մի հատ աղոթ կանեմ ու թողեմ շուտ տուն գնամ, երեխուս մոտը, ինչ կլինի, ինձ համար մի հատ աղոթ կարեք, դետեղի օծում էինք անում, յուղի օծում էր, իգ առաջինը եկավ կանգնավ, իրան յուղով օծեցինք, այսինց ձերքը բռնեց, ճակատը այսինց բռնեց ու վազավ, ես ասի, ես գնաց, ասեց, բա այդ եղբայրն ասեց, դե ինքը ասեց, չէ, որ երեխեն տունն է, վազավ տուն, մյուս օրը քրոջս հետ, իմ քուրս հետ, նույնպես այդ քաղաքում է, որտեղ որ ես գնացել էի հույր, քրոջս հետ դուրս ենք եկե, մեկ էլ այդ քրոջը, այդ քույրիկին տեսանք, ուրախ, զվարթ նայում է ինձ, ասում է, մի գնացեք, սպասեք, բան ունեմ ձեզ պատմելու, ինքը այնտեղ առևտուր էր անում, իր բանն էր, բանջարեղենի այդ խանութներ, ասինք, դե ասա ինչ եղեք քույր ջան, ասում է, երեք հիշում եք, որ ինձ համար աղոթեցիք, ասում եմ, հիշում ենք, ասում է, հիշում եք, որ յուղով օծեցիք, ասում եմ, հիշում ենք, արեցինք, ասում է, իմ երեխեն տունը ջերմության մեջ էր, եկա, ասում է, անենց հավատքով, ասում է, հավատքս բանարից, որ ասում է, այս ձեռը սենց վերցրի, ես երեխուս վրա սկսեցի բանանել, յուղով օծելը, ասում է, նույն այս օծության կեսը, թե շատը տվի իրան, երեխուն ասում է, եկել ասում է, առավոտը արթնացել ենք, երեխես առողջ, լավ, կանգնած, ասում է, այդ է ուզում վկայել, և նույնպես էլի մի հատ ասեմ, որովհետև մենք այսօր, չգիտեմ, ոնց է ձեր մոտ ընդունված է, չէ, աղոթելը, յուղով օծելը, ես գիտեմ մեր 50-ական եկեղեցիներում անում են, մի հատ նույնպես տեղ էին գնացել, եղբայրը սենց արեց, ասեց եղբայր ջան, այս երեխու ջանի վրա, ասեց լրիվ պզուկներ է, ինչ կլինի, արեք մի հատ աղոթ կանենք, որ Աստված բժշկի, դե աղոթ կանենք երեխեն, ասենք 13-14 տարեկան աղջկա, այդ աղջնակը ուրեմն ասի գիտես ինչ, դու հայրն ես, դու որտեղ որ պզուկ կա, ասի դու էլ ես սպասավոր,
Ձերովդ վեկալ ասի ես դոշերի կողմը, որտեղ որ բզուկներա դուրս կա, այդտեղ ասի դու յուղովոցա։ Իսկ ես ասի իրա ճակատը, ոնց որ միշտ անում ենք, այդ ձև կանենք ու կաղոթենք։ Չգիտեմ խի, իմ մոտ տենց հավատքով այդ ձև ստացվավ։ Ու աղոթեցինք, առավոտը զանգում ասում, առավոտը արթնացել ենք, երեխու վրա ոչ մի բզուկ չկա։ Հավատում ենք, թե մի քիչ ոնց որ չկասկածենք, հա։ Հավատում ենք, չէ՞։ Դրա համար թող Աստված ողորմի մեզ։ Աստված չի ուզում, որ մենք հիվանդանանք, Աստված չի ուզում, որ մենք շատ անգամ կարող է Արայիկը Հիսուս ցան, բայց մեկ պետք է, գիտես մեզի ասում, չնայած վիրահատում տարավ ինքը, ասում մեկ պետք է, գիտես այս դաստիարակության համար ասում, որ մենք էլ ասում դաստիարակվենք էլի։ Դե ասի Արայիկ ջան, ուրեմն քո հավատքը ուժեղ է։ Եթե դու տենց հարազատներս թող Տերը օրհնի մեզ, ալելույա, դե ես շատ չզբաղացնեմ ձեր երեկոն այսօր, այսքանով կուզենայի մեր հավատները ամրապնդվի, կուզենայի, որ մենք Գողգոթային մոտենայինք, կուզենայի, որ Եբրայեցոս 4:16-ը հաստատվի մեր մեջ, շնորհած աթոռը, կուզենայի, որ այսօր 2:1 Եբրայեցոս գրված է, որ մենք պետք է ավելի ուժ դնենք լսելուն մեջ, որտեղ շատ բան է, կարևորությունն է, նույնպես, երբ որ մենք ուշադիր ենք այդ direction-ը, մենք կարողանում ենք ավելի լավ ըմբռնել, աճ, ուրեմն աճ, ուղիղ, ուրեմն ուղիղ, ոնց թելադրում է մեզ Աստված, ինչպես մեզ Աստված առաջնորդում է եւ այնպես մենք առաջնորդվում ենք Սուրբ Հոգով, Սուրբ Հոգու ողորմությամբ եւ մենք այսօր միաբանվում ենք մեր Տիրոջը, Աստծո Հոգին վկայում է մեր հոգիներին, որ մենք Տիրոջ զավակներն ենք։ Ամեն։ Դե ոտքի կանգնենք ու աղոթենք։ Եթե Գագիկ եղբայր ջան, եթե կուզենան ով առաջ գա կաղոթենք, չէ, գոցենք Տիրոջմով, եթե կան տկարություն, թող Աստված ողորմի, մենք չենք բժշկողները, ոչ ես, ոչ Գագիկը, ոչ մյուսները, եղբայրները, այլ բժշկողն ով է։ Տերն է ինձ պահապան։ Ալելույա։ Աղոթում ենք, հարազատներս աղոթենք։